Իրենց քաղաքից դուրս անվտանգություն փնտրող իրանցիները շարունակում են հայ-իրանական սահմանով Հայաստան անցնել։ Ագարակի անցակետում այսօր դարձյալ հիմնականում Թեհրանից հեռացած մարդկանց հանդիպեցինք։ Պատմում էին, Իրանի մայրաքաղաքը դատարկվում է, բնակիչները փորձում են ավելի անվտանգ վայր տեղափոխվել։ Երևան երկար եք մնալ։ Այո, երկար, շատ երկար։ Ինչեր վիճակները կար։ Այո։ Ձեր տարածքում որտեղ ապրում եք, բաներ եղան։ Մեր տարածքում չի եղել, բայց շրջակայքում եղել է, ինչու՞ չէ։ Մոտավորապես երբ եք Թեհրանից։ Մենք երեք Թեհրանի ժամով 6 կեսօրից հետո 6-ի։ Արդեն տենց շատ է դատարկվել, որովհետև եկողները Շատ, այո, ճիշտ է։ Ստեղ տեղ ունեք։ Այո, տուն ունենք։ Այո։ Հենց այնտեղ ապրում հիմա։ Այո։ Համընդեղ համստեղ։ Այդպես։ Իսկ հայերի մասին ինչ կարող եք պատմել։ Չէ, հայերի հետ գործ չունեն, շատ լավ է։ Հայերի հետ գործ չունեն, ընդհանրապես։ Ընտանիքներ են գալիս։ Չէ, հայերը ամենը լավ են, հա։ Ինչպես եք, որտեղից եք։ Թեհրանից եմ։ Ինչ իրավիճակ է այնտեղ։ Անկեղծ ասած չգիտենք, այն տարածքում որտեղ մենք էինք ամեն ինչ լավ էր, բայց վստահ չեմ, մենք որոշ բաներ լսեցինք, բայց մենք շենքում էինք։ Դուք պլանավորում եք մնալ Հայաստանում, թե… Ոչ, մենք ապրում ենք Միացյալ Նահանգներում, այցելության էինք գնացել Իրան։ Ես Թեհրանից 3 մեքենայով հասել եմ Ուրմիա, իսկ այսօր առավոտյան տաքսիով եկանք այստեղ։ Ինչ իրավիճակ է Թեհրանում։ Թեհրանում հիմա մի փոքր վախենալու է, մարդիկ շատ արագ են դուրս գալիս, բայց Իրանի այլ հատվածներում, այլ քաղաքներում կյանքը իրականում քիչ թե շատ ընթանում է բնականոն հունով։ Թեհրանում իրավիճակը մի փոքր տարօրինակ է, բոլորը հիմա լքում են Թեհրանը։ Դուք հիմա ուղևորվում եք դեպի Երևան, իսկ հետո մեկնում եմ Ավստրալիա, քանի որ իմ ընտանիքն արդեն այնտեղ է, կինս եւ որդիս այնտեղ են, ովքեր արտերկրում տեղ ունեն գնալու, փորձում են ինչ-որ կերպ դուրս գալ Իրանից եւ գնալ այնտեղ։ Այժմ Իրանում հարազատներ ունեք։ Իհարկե, մայրս, քույրս, նրանք Թեհրանում են, ես անհանգիստ եմ նրանց համար, բայց ազնիվ լինելու համար ասեմ, որ մենք կարծում ենք, որ իսրայելցիները փորձում են թիրախավորել միայն ռազմական օբյեկտներ, ճամբարներ եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով նրանք թիրախավորում են միայն այդ տեսակի օբյեկտները։ Այո, անշուշտ, այդպես է եղել մինչև հիմա։ Ես չգիտեմ, թե վաղը ինչ է լինելու, բայց մինչև այսօր նրանք շատ ճշգրիտ են եղել եւ թիրախավորել են միայն ռազմական օբյեկտները։ Ձեր կարծիքով ինչ է լինելու այս ամենի վերջը։ Ով կարող է ասել, չգիտեմ, բայց հուսով եմ, որ դա հնարավորինս արագ, հնարավորինս շուտ կավարտվի, որովհետև մարդիկ շատ են տառապում։ Հայ-իրանական սահմանի միակ անցակետում շարունակում են հերթապահել տաքսիստները։ Հայաստան մտնելուն պես իրանցիները վարորդներով են շրջապատվում, որոնք էլ առաջարկում են Երևան կամ այլ քաղաքներ տեղափոխել։ Մի քանի օր առաջ մեծ գումար էին պահանջում՝ $300-ից $350։ Այժմ սակայն տաքսիների մեծ թվով պայմանավորված սակագները փոքր-ինչ նվազել են։ Օրինակ Երևանի համար $200 առաջարկի մասին ենք լսել։ Սահմանի հայկական կողմում կուտակված բեռնատարների հերթն էլ այսօր մեր գնահատմամբ հասել է 4 կիլոմետրի։